Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը մայիսի 5-ին նշում է կառույցի կազմավորման 27-ամյակը և հարկադիր կատարողի մասնագիտական օրը։ Այդ առիթով ծառայության վարչական շենքում այսօր տեղի ունեցած հանդիսավոր նիստին մասնակցել են արդարադատության նախարար Սրփուի Գալյանը, պաշտոնատար այլ հյուրեր, ծառայության ղեկավար կազմ ու սպայական անձնակազմը։ Շուրջ 27 տարի գործող ծառայության և հարկադիր կատարողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումն սկսվեց հարկադիր կատարողի կերպարի, մասնագիտական ծառայության կարևոր առաքելությանը նվիրված տեսանյութի ցուցադրությամբ։ Օրենքը գործում է, երբ մենք գործում ենք։ Մենք պատասխանատու ենք ապահովելու վերջնական արդարադատության իրականացումը։ Մենք պաշտպան ենք, ոչ թե պատժող։ Ի վերջո, մենք մեկն ենք ձեզանից։ Շնորհավոր տոնդ, հարկադիր կատարող։ Մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորական խոսքով հանդես գալով արդարադատության նախարար Սրփուի Գալյանը նշեց. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կարելի է ասել թևակողել է զարգացման նոր փուլ, ինչ է սա նշանակում, որ մենք պետք է դուրս գանք այն կաղապարից, որը ժամանակին փաթաթվել է, կարելի է ասել, ծառայությանը, խոսքն այն կաղապարի մասին է, որ մարդիկ մեզ վերաբերել են այո, որպես ինչ-որ պատժող ինստիտուտի և ժամանակն է, որպեսզի այդ կաղապարը քանդվի և մեզ իրապես վերաբերեն որպես իրավունքների պաշտպանություն իրականացնող ինստիտուտ։ Անձնակազմին ուղղված շնորհավորական իր խոսքում էլ գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն ընդգծեց ծառայության կարգախոսի կարևորությունը, բարձր գնահատելով ծառայության աշխատակիցների նվիրվածությունն ու պատասխանատվությունը։ Օրենքը չի կարող լինել օրենք, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ։ Սա զուտ խոսքեր չեն։ Այն ամբողջական փիլիսոփայություն է օրենքի պաշտպանության լուռ, բայց վճռական իրականացման մասին։ Այլապես անձանց իրավունքները կլինեն տեսական, անիրական և երևակայական։ Ձեր աշխատանքի լավագույն գնահատականը մնում է ձեր անմնացորդ նվիրումն ու պրոֆեսիոնալ մոտեցումը, որակյալ, առողջ թիմային աշխատանքը և որ ամենակարևորն է, կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ բոլորիս անհանդուրժողականությունը։ Վստահ եմ, առաջնորդվելով սկզբունքայնությամբ, մասնագիտական պատասխանատվությամբ, ուժեղ և կայացած պետական ինստիտուտներ ունենալու ձգտմամբ, համատեղ ջանքերով կարողանանք հասնել նոր և կարևոր ձեռքբերումների, իշա մեր պետության և քաղաքացու առջև ունեցած մասնագիտական պատասխանատվության։ Հանդիսավոր նիստի ժամանակ խրախուսական պարգևներ հանձնվեցին ծառայողական պարտականություններն օրինակելի և բարեխիղճ կատարած մի շարք աշխատակիցների։ Տոնական օրը նշանավորվեց նաև երդման արարողությամբ։ Նորանշանակ հարկադիր կատարողները հանդիսավոր պայմաններում երդվեցին հավատարիմ մնալ Հայաստանի Հանրապետության օրենքներին, պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքները և բարեխղճորեն ծառայել ժողովրդին։